մայրաքաղաքի վայրը։ Մենք հիմա ունենք միջնաբերդում ասում, եւ ինքը բոլոր տարիներում բացվել ստամար, շատ կարևոր ամիս է, որովհետև այս շրջանում մենք սիրում ենք մեր ընկերությունները, գործընկերությունները թարմացնել, ընկերանալ նոր կոլեկտիվի նոր գոլեգաների հետ, մենք գնանք տարբեր դպրոցներ, հրավերներ անենք մեր դպրոցներ ընկերանալ, հա? Սովորող եկար, կանանց սարերով եկար, Բայց որ տոնի մասին են խոսքը, չասացիք։ Համբարձման տոնի մասին են խոսքը։ Այո։ Այսօր դուք գտնվում եք Տվինի գրադարանում։ Գրադարանը իրենից ներկայացնում է և գրադարան, և ժամանցի վայր։ Այստեղ դուք կարող եք խաղալ, երգել, պարել, անել այն, ինչ ուզում եք, այսինքն ձեր իմացած մի սովորական գրադարանների նման չի, որտեղ ուստեք, միայն կարդաք և այլն։ Այսինքն այստեղ կարող եք զբաղվել այն ամենով, ինչ ձեր միտքը ձեզ թելադրում է։ Ասեմ, որ գրադարանը արդեն 3-րդ տարին է, որ գործում է Տվինում և միշտ պատրաստ է ընդունելու ձեր նման սիրուն խելոք խելացի վայրիկներին։ Շնորհակալ եմ։ Գրադարանի տարածքում մենք արդեն 5 շաբաթ իրականացնում ենք ոչ ֆորմալ կրթության ծրագիր, որի մասնակցում են մեր գյուղի երեխաները, այստեղ մենք մասնակիցներից ունենք։ Ծրագիրը իրենից ներկայացնում է ոչ ֆորմալ կրթությամբ երեխաների զարգացում, գիտելիքների փոխանցում, այսինքն մենք խաղերի միջոցով, ուսուցողական միջոցառումների միջոցով երեխաներին փոխանցում ենք նոր գիտելիքներ ու նաև իրականացնում ենք այն ամեն ինչ, որ երեխաները կուզեին, որ անեին, բայց հնարավորություն չեն ունեցել ինչ ոչ նաև այդպես։ Բարձրանի օգնությամբ երկնքում կհանգչի Աստծո հովանու տակ։ Տիրոջը կասի, ինձ ընդունողն ես, իմ ապավեն Աստված, և ես նրան կհուսամ։ Նա ինձ կփրկի որդացողի որոգայթից և խռովեցուցիչ խոսքերից։ Քեզ կընդունի իր ուսերի տակ և կապաստանես նրա թևերի հովանու տակ։ Նրա ճշմարտությունը որպես զենք կպատի քո շուրջը։ Դու չես վախենա գիշերվա երկյուղից և ոչ էլ ցերեկվա թռչող նետից։